Եթե օրակարգային ոչինչ էլ չլինի, Բաքուն կհորինի հերթական պատմությունը, 1-2 նկար կանի սևազգեստ կանանց մասնակցությամբ եւ անունը կդնի ցեղասպանություն։ Մեղադրանքներն էլ կուղի դե իհարկե մեր դեմ։ Այսօր Քարվաճարի ինչ-որ գյուղում իբրև թե հայերի իրականացրած ցեղասպանության հերթներ, հակահայ օրակարգում են նաեւ Բաքվում ծառայող դեսպանների այցը օկուպացված Ստեփանագերտ ու Շուշի եւ այնտեղ հնչած ոչ հայամետ հայտարարությունները։ Հերթական ցեղասպանության մեղադրանքը ուղղված Հայաստանին։ 32 տարի առաջ 1993 թվականի ապրիլի 18-ին Բաշլիբել գյուղի 18 ադրբեջանցի խաղաղ բնակիչներ սպանվեցին։ Այսպես է սկսում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանրությանը մատուցվող հերթական ցեղասպանության մասին պատումը։ Ամսվա մեջ 3-4 անգամ տարատեսակ ցեղասպանություններ ոգեկոչելով պաշտոնական Բաքուն սեփական լսարանի համար վաղուց արժե զրկել այդ խոսքի իրական բովանդակությունը, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր պատեհ պահի ուղեր ցղելով մատնում է իրեն, որ այդքան էլ հանդես չի գալիս կայունության հաստատման եւ թշնամանքի վերացման դիրքից։ Այս ուղերձում նշվում է. վերահաստատում ենք, որ մարդկության դեմ նման հանցագործությունները երբեք չպետք է մոռացվեն կամ անպատիժ մնան։ Այս համատեքստում չենք կարող չանդրադառնալ եւ այս օրակարգ չբերել Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը Մարաղայի ջարդերի տարելիցի վերաբերյալ, որտեղ ի հակադրություն խաղաղասեր հարևանի նշում են, թե նման ոճրագործությունները կանխելու եւ հարատև խաղաղության հասնելու համար պահանջվում է հրաժարվել ատելության խոսքից եւ նպաստել մարդու հիմնարար իրավունքների հարգմանը։ Միայն այս համեմատությունը հերիք է փաստելու համար մեր թշնամու ով լինելը։ Բաշլիբելի չփաստարկված գործողությունների եւ Մարաղայի մեծ հայտնի սարսափելի կադրերի ֆոնին հարց է առաջանում. բանակցային սենյակներում տարբեր լեզուներով են խոսում, թե ամեն դեպքում մեր հարևանն այդքան էլ խաղաղասեր ու կառուցողական չէ, որքան մեզ փորձում են համոզել։ Այո, ցանկացած ցեղասպանություն իսկապես ցեղասպանություն, չպետք է մոռացվի եւ բոլոր հնարավոր ատյաններում պետք է դատապարտվի, կանխելու համար հաջորդ հնարավորները։ Մենք մեկ դար հիշել ու պահանջել ենք, այսօր ընկրկում ենք մեր դիրքերից, թրքահաճող խոսույթ բանեցնում, փոխարենը մյուս վայրակ թուրքից այս ձեռնոցն ենք ստանում։ Եթե մտածածին ցեղասպանությունները ըստ Բաքվի պետք է անպատիժ չմնան, ապա ուր է մեր պատասխանը Մարաղայից մինչև Կարս ու Էրզրում։ Ինչու են անպատասխան մնում Դերձորի ճանապարհին սովամահ եղած հայերի սերունդների հարցերը։ Չնայած ճիշտ է, երևի այս հարցերի պատասխանները նախ պետք է ներսում ստանալ, հետո թշնամուց պահանջել իրերը կոչել իրենց անուններով։ Հաջիևը դեսպաններին տարել է օկուպացված Շուշի եւ Ստեփանագերտ, ինչ ուղերձ է հողում Բաքուն։ Հիկմեթ Հաջիևը եւ Էլչին Ամիրբեկովը Բաքվում հավատարմագրված դեսպաններին ուղեկցել են դեպի օկուպացված Արցախ։ Ստեփանագերտում նրանց տարել են համալսարան, իսկ Շուշիում ցուցադրել հարուստ բնությունն ու 2009-ին Արցախի կառավարության զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի եւ 2017-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ջանքերով վերանորոգված Գոհար աղա մզկիթը։ Վարդանյանին ամենատարբեր ոճրագործություններում մեղադրողները օկուպացված Շուշիի հայկականությունն են փորձել պարպել, մզկիթը ցուցադրելով։ Սակայն ինչպես ասում է, այստեղ էլ իրենց բախտը չի բերել։ Հայկական Արցախում վերակառուցված մզկիթը մեր հայերի հարգանքն է պատմամշակութային ժառանգության արժեքների հանդեպ, անկախ կրոնական եւ ազգային տարբերություններից։ Վստահաբար Հաջիևները երկար չեն մտածել դեսպաններին այդ մզկիթը տանելու մասին, այլապես իրենց փչած փուչիկը իրենց ձեռքով չէին պայթեցնի։ Այն, որ հայերը իբր քանդել են գերեզմաններ, խմբակային թաղումներ են արել եւ այլն, կարելի է համոզել։ Եթե մի բանը չկա, ապա կարող ենք ասել՝ եղել է, բայց հիմա չկա։ Իսկ Շուշիի կանգուն մզկիթը վերխոյացող երկու մինարեներով անտեսել չէր լինի։ Հենց այդտեղ էլ կանգնած Ազանի ներքո Հաջիևը ցինիկաբար հայտարարել է, թե Ադրբեջանի դեմ կատարված հանցագործությունների հեղինակներն այժմ պատասխանատվության են ենթարկվում օրենքի առջև։ Մարոկոյի, Տաջիկստանի, Խորվաթիայի եւ Թուրքիայի դեսպանները եւս անմասն չեն մնացել Արցախի հայկականությունը մերժող հայտարարություններից։ Ստեփանագերտի հայկական տների ու պետական կառույցների շենքերի քանդման հետևանքով առաջացած փոշու-մշուշում Տաջիկստանի դեսպանը նշել է, թե իրեն դուր է գալիս օկուպացված Ստեփանագերտի իր բնորոշմամբ Խանքենդիի նորացված դեմքը։ Այս դեսպանին փակ դռների ետևում դեռ կհիշեցնեն, պետք էր ասել վերանորոգված, չէ՞ որ ըստ Ալիևի այնտեղ ադրբեջանցիներն են ապրել ու ներողություն արարել։ Արդարության համար նշենք, որ այս դասը լավ էր սերտել Ղրղըզստանի դեսպանը։ Ասել է, թե ադրբեջանցիները վերականգնում են եղած-չեղածը։ Թուրքիայի դեսպանին ոգևորել է Արցախի համալսարանի արվեստի բաժինը, իսկ Խորվաթիայի դեսպանին օկուպացված Ստեփանագերտը հիշեցրել է կնին քաղաքը, որպես օկուպացիայի կենտրոն։ Հակահայ օրակարգում այսօր դեսպաններն էին, որոնց տարել էին Արցախ աշխարհ ԶԼՄ-ների գլխագրերում Ալիևի էգոն շոյելու համար, ոչինչ ավելին։ Մտածածին ցեղասպանություններն ու դեսպանների զբոսանքը, սրանք Բաքվի հակահայ օրակարգի գլխագրերն էին, որոնք գուցե այսքան աղքատիկ չհնչեն, եթե Հաջիևն ու Ամիրբեկովը այս դեսպաններին տանեին իրենց հնարած ցեղասպանության վայր։ Տեսականորեն սա առավել խելամիտ որոշում կլիներ։ Գուցե ծառայեր նաև այն նպատակին, ինչի համար դա հնարել են։ Բայց Ալիևի ապարատի ներկայացուցիչները որոշել են առավել դաժան գտնվել այդ դեսպանների հանդեպ։ Տանել, կանգնեցնել Արցախի հայկականությունը քանդող տրակտորների դիմաց ու ստիպել հիանալ տեսածով։
Մեկ այլ դեպքում մոռացության տալ, որ Շուշիի մզկիթը Բաքվի բանտում խոշտանգված Ռուբեն Վարդանյանի փողերով է վերակառուցվել ու լսել, թե նրանք հանցագործներ են ավերել ու քանդել են ամեն հնարավոր Արցախում։ Խաբելու համոզել նրանց վստահաբար չի ստացվի, բայց ստիպելու ձևը Բաքվում լավ գիտեն՝ նավթադոլարներից մինչև երկաթե բռունցք։ Դիանա Կարապետյան։